Վայ, Մարի ջան, Մարի, այս տնաշեն Նելի հացը մոռացավ, ճաշվակում կտանես իրան կտա սոված ծարավ չաշխատի, ես չեմ կար այսօր տնկան եմ գնալու 200 հատ ծար պիտի տնկենք։ Շատ լավ մայրիկ, եղանակն էլ տաք է, գիրքս հետս կտանեմ, այնտեղ կկարդամ, իրիկունը միասին տուն կգանք։ Հայրիկ, հաց եմ բերել, արի հաց ուտենք։ Հա Մարի ջան, այդտեղ ծառ եմ կտրել, դե ծառի քոթոկին էսա կգամ կուտեմ։ Բեր լատինաներ ինչ հա բերել։ Հայրիկ, ծառը շնչում է։ Հա Մարի ջան, ծառն էլ է շնչում, անտառն է։ Եթե շնչում է, ուրեմն ապրում է, զգացողություններ էլ կունենա։ Կունենա դեռ մի բան էլ ավելի, ցավ էլ կունենա։ Ցավ։ Այսինքն եթե ծառը կտրում ես ցավ ազգում։ Դե վիզգում է էլի, որ կտրում ես ճոճորոցով, ցավ ու տնքոցով է ընկնում։ Բա որ վարվելիս լինի, ինչ ձայներ կհանի, բա որ կրակն էլ կատաղում է։ Այս ջուրը սառն է Մարի ջան։ Հա։ Էսա կտինենք։ Հայլի։ Սառն է։ Դե ես գնացի իմ գործին դու հանգստացի։ Հայրիկ, որտեղ ես։ Հայ, Մարի ջան, ինչ եղավ։ Երազ ես տեսել։ Ինչ երազ ես տեսել, ասել։ Բայց ահա ծառերի փոխարեն ինձ վրա էր պահել կացինը։ Վայ, ոչինչ։ Այդ ուղակի երազ է, վախենալու բան չկա։ Ջուր կուզես, ջուր խմի։ Խմի։ Լավ դե հավաքվի գնանք տուն։ Այսօր ձեռքս չի բռնի գործանեմ։ Արի Մարի ջան։ Կամած։ Տիգրան, Մարի, եկեք, թեյը սառավ։ Ինչ ենք ուտելու որ։ Այսօր շատ լավ օր է, 200 ծառ էինք որոշել տնկել, 200-ն էլ տնկեցինք։ Պատկերացնում եք 20 տարի հետո ինչ կանաչ, փարթա, մեծ անտառներ կունենանք։ Իսկ ես երազս չեմ մոռանում։ Հենց եկատուն կարդացի արևային էներգիայի ու բնապահպանական վառելիքի տեսակների մասին։ Հայրիկ, արի ընտրենք, թե ինչպես տաքացնենք տունը, որ էլ ձար չկտրենք։ Ապրես Մարի ջան, ես էլ եմ մտածում, այդպես էլ կանենք։ Մայրիկ, շնորհակալ եմ, շատ համեղ էր։ Բան է չկիրար։ Ինչ լավ է, երբ ծառ կտրող կացինը ժանգոտվում է։